Пошли дальше. Ну, ամենախնդալուն գիտեք որն է, նաև շատ խնդալն որն է, զավեշտա լացելու է այս ախշորդ ջան։ Լացելու է, որովհետև այս ամեն ինչը ինչ որ տեսնում ես այս հրապարակված փաստաթղթերով, թե մենք ինչ ենք կորցրել, ինչեր ենք կորցրել, ում պատճառով ենք կորցրել, ինչու այդ մարդը միջև հիմա պատժված չի, եւ այլն, եւ ոնց է ինքը փորձում է ստացնել այս շի տեղ դնելով։ Սա, չգիտեմ, գժվելիք բարձրապես։ Եմ որ ասում է թոքեր է Արցախի հարցը բան։ Ես առաջարկ ունեմ, լավա պրծանքս, նու այդ այ ամբողջ իմաստը իրա։ Ես առաջարկ ունեմ բոլոր այն մարդկանց, նեղանակ չնեղանակ, ովքեր վստահում են Նիկոլին եւ այդ ասացին, ովքեր նիկոլական են, առաջարկում եմ անել հետեւյալը։ Հարգելի հայրենակիցներ ջան, եթե դուք հավատում եք Նիկոլի այդ բանաձևին, որ ձեր հայրենիքի մի մասը բեռ է եւ այդ բեռից պետք է ազատվել, անկախ գնից, հազարավոր զոհերով, այդ սա դնում եմ Նիկոլ։ Առաջարկում եմ հետեւյալը։ Ձեր բնակարաններից վաղնևետ, բոլորը, ձեր տներից, հողամասի բնակարաններից, վաղնևետ, բոլորդ վազում եք, բոլորդ, գնում եք նոտարի մոտ եւ ասում եք, որ այս բնակարանս մեծ է, այս սենյակը բեռ է իմ համար, ավելորդ տաք հասնում եմ ձմեռա, ավելորդ ջուր է ծախսվում ամառը, ավելորդ լույս եմ վառում, ավելորդ գույքահարկ եմ մուծում, ավելորդ պեկն է գալի, ավելորդ էս, ավելորդ այն, ես իմ բնակարանի այսինչ կտորը, տեսեք, Հայաստանը, մեծ Հայաստանը, Հայաստանի Հանրապետություն պլյուս Արցախը 42,000 էր, այսինքն 12,000-ից ավել կորցրել ենք, այդ անում է մոտավորապես 30%, 30%-ը խնդրում եմ, պահանջում եմ բոլոր նիկոլականներից, որոնք համաձայն էին, որ հայրենիքի այդ 30%-ը բեռ էր իրանց վրա, անպայման, վաղը վազել նոտար, եւ այդ 30%-ը, այդ իրանց բնակարանի հողի, գարաժի, ամեն ինչի, ձեր ունեցվածքի 30%-ը վաղնևետ կտակեք, նվիրեք ձեր հարևաններին, վերևի հարևանին, տակի, ներքևի, կողքի, բիզրազնիցի։ Բոլորը նիկոլականները, որոնք կիսում են այս կարծիքը, որ հայրենիքի այդ 12,000 քառակուսի կիլոմետրը, իհարկե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո, եթե ամեն ինչ նորմալ գնար եւ այդ շրջանների եւ ստատուսի միջև այդ խնդիրները լուծվեր 12,000 չէր մնալու արզը։ Այս պայդրությամբ եմ ասում։ Ձեր բնակարանների 30%-ը հարգելի հայրենակիցներ, որոնք հավատում են եւ երկրպագում են Նիկոլին եւ այս թեզին, հանձնում եք, թշնամուն չեմ ասում, չեմ ասում զոհ տվեք ձեր Աստված կարող բայ, զոհ տվեք ձեր երեխեքին, չէ, առանց ավելորդ արյան, առանց ավելորդ կաթիլի, առանց որևէ բանի զոհերի, որ նույն վիճակը լինի, բայց առանց զոհերի, էլի, հա, կլինի տենց անենք, նույն վիճակը առանց զոհերի, ձեր ունեցվածքի 30%-ը վաղը հանձնում եք ձեր հարևաններին, տեսնեմ քանիսդ կանեք, ձերն է սեփականն է, ձեր քրտինքով առած, չեմ կասկածում, շարանգել եք հիշողությունը, պապուս, տատուց, կնոջ բանը, պրիդաննի է, եսին, ձերն է, կյանքում չեք անի, հարգելի հայրենակից նիկոլականներ, կյանքում ձեր նաղդի ունեցածի 30%-ը չեք տա, դաժե ձեր հարևանին, էլ չասեմ ձեր թշնամուն, պրոստը տակ չեք տա, ուր մնաց կռվով, դավով, Աստված կարոտ պայի տարանքում մարդ տպվի, դանակարվի եւ այլն, չեք անի, չէ, իսկ այս ձերը չէր, այս հայրենիքի այն հատվածը, որը Նիկոլ այսօր ու այս 5 տարի է հիմնավորում, որ բեռ էր, թոք էր, այդ ձերը չի, այդտեղ հայեր չէ, այդ իրանցն է նաև, հա, այդ իմ Արցախցի հայրենակիցներինն է, բայց նաև ձերն էր, չէ, ձեր հայրենիքն էր դա, դուք ձեր գարաժից այդ 30%-ը չեք նվիրի խալխին, հարևանին, են էլ պրոստը տակ, հարգելի նիկոլականներ, առաջինը ով վաղը փաստաթղթերով լինելով նիկոլական այս կարծիքի կրողը, կապացուցի ինձ, որ ինքը այդ
Նիկոլի խաթերը 30% իր բնակարանի տաբելը հարևանին կստանա ինձանից մի հատ մեծ շիշ կոնյակ, այդպես ասեմ։ Մյուս զավեշտը, ասում է, այսքանից հետո ինչ բանավիճ եմ ասում նախկին նախագահների։ Արա, քիչ է սուտ ասանա, ստախոսա, կլինիկական ստախոսա։ Մի հատ էլ պլագիատչիկ է, Նիկոլ պլագիատչիկ։ Դու չես ամաչում, պլե չես անում, ընդամենը 3 իմ կողմից հարած ֆրազը, որ այդքանից հետո Նիկոլ մոռացի բանավեճի մասին, երեկվա վիդեոս հաստատ քեզ զեկուցել են, դու նայել ես ձեր թիմով, մտածել եք ոնց պատասխանեք, այսօր առօրյայից իմ անունն եք հոլովել, կամ եթե անունս էլ չեք հոլովել, իմ ասածներին եք անդրադարձել երեկվա։ Ուրեմն դու պլե չես անում, իմ երեկվա ասածը քեզ, դա տիպը դու ես դա ասում, ու գրագող ես դու։ Եվ հայրենիքի գող ես, ինչպես կասեր Էդգար Ղազարյանը, և գրագող ես, պլագիատչիկ, ես եմ քեզ ասել, որ մոռացի վաբշե այդ բանավեճի մասին, քեզ գուշացվել է, թղթերը հրապարակվեն, բանավեճի թեման հոդս ա ցնդում, միակ մարդը, որ կուզենա քո այդ բանավեճի, ես եմ, ասել եմ խի, դատական բժիշկ եմ, դրա համար։ Այսինքն պլագիատով էլ ես զբաղվում, էլի, կներեք ժողովուրդ ջան։ Եկանք եզրափակիչ հատվածին։ Խիա այս հարցը կարևոր։ Հայաստանի քաղաքական կյանքում ես տեսա կարծիքներ, որ հասարակական հանրային սկսնակ քաղաքական գործիչների կողմից, որ այս ինչ թեմա է, որ այս թեման ոչ կարևոր չի, այս ներկա նախկինների հարցն է, այս դիսկուրսը իրանց է մենակ օգտակար։ Շուրջ են, դուք լուրջ եք ասում, այն մարդիկ, ովքեր մտածում են, որ սա միայն Նիկոլին և 3 նախկին նախագահներին է վերաբերում այս թեման, դուք լուրջ եք ասում, որ դա նախկին ներկաների հարցը, հա, դա ձեր հարցը չի, դա մեր հայրենիքի հարցը չի, դա ձեր քաղաքական ծրագրերի հարցը չի, դա մեր երեխեքի հարցը չի, դա երկրում տեղի ունեցած խայտառակ դավաճանական արարքների պատժելու հարցը չի, դա անարդարությունը վերացնելու, արդարությունը վերականգնելու, ճշմարտությունը բացահայտելու հարցը չի, բա դուք հանրային գործիչներ եք, իրավունքների պաշտպաններ եք, բա այսքան աղաղակող, խայտառակ վիճակի բաներ ա տեղի ունեցել մեր երկրի հետ, ոչ թե երկրում է, երկրի հետ, ու ձեր վեճը չի, հա, դուք դա համարում եք ձեր քաղաքական, հանրային, հասարակական օրակարգից դուրս, եթե դուք իրոք այդպես եք մտածում, դուք ինֆանտիլ եք, ժողովուրդ։ Իսկ եթե դուք այդպես ասում եք, որովհետև այս թեմայի մեջ ձեր տեղը չեք գտնում PR-ի տեսակետից, դժվար չի ձեր տեղը գտնելը, պետք չի լինել Նիկոլ, Սերժ, Ռոբերտ կամ Լևոն, որպեսզի այս դրամայի մասնակիցը լինել։ Ես այդ 4-ից ոչ մեկն եմ, հա, 3-ից տեղակալն եմ, 3-րդ նախագահից տեղակալն եմ, կներեք, բայց ես այդ 4-ից ոչ մեկն եմ, լիքը մարդ այդ կապն էլ չունի, այդ 4-ից որևէ մեկի հետ, այդ կապը ստեղ է, այդ կապը ստեղ է, այդ ձեր հարցն է, այդ հարցը ներկայի և նախկինների և ներկաների հարցը չի, այդ հարցը անցյալի հարցը չի, այն ինչ որ կատարվել է մեր երկրի հետ, այդ թվում այս թղթերի մի մասն եմ ցույց տալիս, թղթերում արձանագրված, հաստատ ձեր խելքի բանն է, կարաք կարդաք հասկանաք, դաժե եթե 4-ից մեկը չեք, ավելին, դաժե եթե 4-ի թիմերից և ոչ մեկին չեք պատկանում, սա լյուբոյ քաղաքացու հարց է, ոչ դիվանագետների միայն, ոչ քաղաքագետների, ոչ եսին գեոպոլիտիկների, ոչ այդ 4 նախկին և ներկա ղեկավարների թեմերի, չէ, դա լյուբոյի, դա բոլորի հարցն է, տվես թղթերի մեջ է ճշմարտությունը, թե ինչ եղավ մեզ հետ, խի եղավ մեզ հետ, ով է մեղավոր և ինչ է պետք անել ապագայում, որպեսզի նման բաներ տեղի չունենան, սա անցյալի կռիվ չի, սա ապագայի համար կռիվ է, ապագայի համար կռիվ է, և նորից կրկնեմ, եթե դուք դա չեք հասկանում, քաղաքականությունը
Չնայած Նիկոլը որ քաղաքականության մեջ, այլ ոչ մեկին չեմ կարող ֆռամ ասեմ քաղաքականությունը տեղը չի, որովհետև սենց ոնց որ դժոխքի դռները բացված է այս քաղաքականության, ով կա լծվել է մեջը, կամ լծվում է։ Լծվեք, լավ եղեք, հաջողության ասեք, եթե մաքուր եք այստեղ։ Եթե դաժե ստեղները չի երիքում, բայց ստեղ մաքուր եք, հաջողության հասեք։ Իսկ եթե չեք գիտակցում իմ նախորդ ասածը, ուրեմն ինֆանտիլ եք, ժողովուրդ։ Իսկ եթե գիտակցում եք պարզապես շահի տեսակետից դա չեք ասում, ուրեմն սահմանագծին մոտ, բարոյականության սահմանագծին մոտ ռացիոնալ եք։ Ռացիոնալ եք։ Գտեք ձեզ այս ամեն ինչի մեջ, որտեղ սա ձերն էլ է, իրականում սա ձերն էլ է, սա բոլորինն է, այս թղթերը, այս ճշմարտությունը, այս պատերազմը, այս բանակցությունները, այս կորցրած հայրենիքը, այս հայրենիքի ապագան, սա ձերն էլ է, թե ձերը մենակ են վարչապետի աթոռնա, որ ուզում եք զբաղեցնեիք, թե պատավատներն է, որ ուզում եք նստեիք, գործողումներն է, որ ուզում եք գնաք, չէ, տղերք, այս դարդն էլ է ձեր, իսկ սա դարդ է, սա ողբերգության պատմություն է, ազգային ողբերգության պատմություն, և դուք այդ պատմության մասն եք, փախնեք դրանից, թե չփախնեք, քաղաքացիները կարող են խուսափել չտենալու տալ, մարդիկ ովքեր ուզում են քաղաքականության մեջ լինել, առավել ևս հավակնություններ ունեն, միայն ողջունում եմ, եթե ստեղ մաքուր եք, խնդիր չեմ տեսնում, բայց նման բաներ մի արեք, սա ձերն էլ է, սա նախկին ներկայի բանավեճը չի, որ ձեզնից ձեն է գողանում, դուք հայրենիքը ձենով եք չափում, ժողովուրդը ձեր համար ընտրազանգված է, տոկոս եք հաշվում, ստե կարող է տոկոս չլինի ես իմ վիդեոների, ես իմ բորբոքման, ես իմ ճշմարտությունների մեջ, ես թքած ունեմ տոկոսի վրա, ոչ թե կարիքը չունեմ ձեր համակրանքի, ես ձեր համակրանքի ու սրտի կարիք ունեմ, կրկնեմ, ես ձեր ձենի կարիքը չունեմ, իսկ ձեն որսացողներին, որոնց թվում է, որ իրանք ես դրամա, ես տրագեդիայի մեջ չկան, և իրենց սրտով չի, որ սենց դիսկուրս կա, իրանք նպաստում են Նիկոլի օրակարգին, ասեմ խի, հա, չնեղանակ, այո, գիտակցված, թե հուսով եմ չգիտակցված, Նիկոլն է ուզում այս թեման, մաշացնի, սպարի, քամի, պրծնի, այս թեման բանակցություններ, Արցախ, պատերազմ, այս թեման, այս սովա կագեբե ջուջուկ ճանջուղար, այս թեման, միակ թեման է ժողովուրդ, այս թեման, Արցախ, բանակցություններ, պատերազմ, միակ թեման է, որտեղ Նիկոլը տոտալ խոցելի է, տոտալ բռնվող է, տոտալ կրված է, լուբոյ մնացած հարցում խոսքս նաև այն ուժերին եմ ուղում, որոնք արդեն ընտրությունների են պատրաստում իրենց մտքում, այդ թվում նորահայտ կամ նոր հայտ տված մարդկանց։ Սոցիալական բլոկում Նիկոլը կարելու է, բյուջեն իր ձեռնապոպուլիզմի արքան է ինքը, իրավական համակարգում կարելու է, որովհետև խոդի ատավե վարչական սաղլծակները որոշ իրավապաշտպաններ, նախկինում իրավապաշտպաններ, անգամ Քաղբանտարկյանների թեմայի մասին չեն խոսում, այն համառությամբ և հետաքրքրությամբ, որ խոսում են նախկին նախագահների մասին։ Ինքը այս թեմաների մեջ, մնացած նախընտրական թեմաների մեջ, փողը իրատակա, լծակները իրատակա։ Միակ բլոկը, որտեղ Նիկոլը խոցելի է, որտեղ Նիկոլը տոտալ մեղավոր է, այս Արցախի բանակցություններն է, պատերազմը, զոհերը, կորուստները, սաղ, մնացած բոլոր տեղերում ինքը ընդդիմությանը ծալածա ունենալու։ Այս միակ տեղն է, որտեղ իր մեղքը 100%-անոց է, և 100%-ով ապացուցելի է, և 100%-ով պատժի ենթակա, պատմության, Աստծո և օրենքների։ Եվ այն մարդիկ, ովքեր սա չեն հասկանում, որոնց թվում է, որ հեսա պուպուշ ընտրաշավենալու, I am your baby tonight վիճակով, ինստա TikTok բան, դա չի աշխատելու, դա լավ է, դա պտի արվի, դա ես էլ կմտնեմ TikTok, դա չի ասածս, ասածս այն է, որ այս թեման, Նիկոլը ուզում է շուտ մաշսնի, սպարի, խոսա, հոգնեցնի բոլորիս, որ ընտրաշավին եթե հասնեք, այս թեման էլ ոչ մեկին հետաքրքիր չլինի, դեպ այս թեմայի մեջ ինքը կրված է, ով մտնի իր պոպուլիզմը, ռեպրեսիաները, սոցիալական խոստումները, ասֆալտը, թքած կպցրած շենքերը և այլն, հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի շահագրգռվածությունը մաշեցնել, տաշել, զերոյացնել այս թեման,
հատկապես միջև ընտրաշավ։ Այնքան խոսալ, որ հոգնենք պատասխանելուց, որտեղ այդ դեպքում սա իր Աքիլեսյան գարշապարն է։ Այն ով չի հիշում հունական լեգենդա, հիշեցնեմ այսօր միտեղ հիշեցրել է։ Այն Աքիլեսը, որ ծնվել է, աստվածներ իրան շատ էին սիրում, կիսա աստված էր ինքը։ Սենց բարձրել է մեր կրունկից, մցրել է մի հատ կախարդական ջրի մեջ, գետի մեջ, սենց թափ է, որ դա ջուրը կպել է, այդ մարդը դարել է անխոցելի։ Մենակ կրունկից, որ մերը բռնել է, ջուր չի կպել այդտեղ։ Եվ Աքիլեսը սաղ ջանդակով անխոցելի էր, բացի այդ կրունկի այդ տակի բանից, որտեղից մերը բռնել է, երբ որ կողում էր ջրի մեջ։ Ու տեղից էլ Աքիլեսը մեռավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի Աքիլեսյան գարշապարը այդ Ղարաբաղի հարցն է, այս բանակցությունն է, այս պատերազմն է։ Ուրիշ մնացած հարցերում ինքը անգերազանցելի է, որպես PR-շիկ, որպես պոպուլիստ, որպես անպատասխան հույսի վաճառական, այսօր խաղաղություն ավաճի, խաղաղություն արա։ Այս թղթերով պատերազմ բերած մարդը ունի այդքան լկտիություն եւ պետք է անտալ արժանին մատուցել դերասանական պրիմիտիվ ամպլուայի մեջ, բայց բարձր կատարողական, որ այս ամենի չտակ հələ մեզ դե ժողովուրդ ջան խաղաղություն է մատուցում, ասմանտրությունները խաղաղությանը պատերազմի անատոմիան հրապարակել է 19 թվականի փաստաթուղթը վրեն պատերազմի խոստովանություն հրապարակած մարդը այսօր պատերազմի թեմայի մեջ մեղադրվելու փոխարեն խոսում է խաղաղության մասին։ Մի խոսքով, հարգելի ընդդիմադիր գործընկերներ բոլոր դաշտերից, չթողեք այս թեման Նիկոլը մոռանա, մարսի, անցնի գնա, մի հոգնեք հատկապես այս թեմայով նրան հակադարձելուց ամեն մի ստի, անգամ կրկնվող ստի, էլ չեմ ասում նոր ստերի պարագայում, սա բոլորիդ հարցն է, սա ներկա նախկինների հարցը չի, սա Սերժի Ռոբերտի Լևոնի և Նիկոլի հարցը չի, սա Լյուբոյի հարցն է, որովհետև նորից կրկնեմ, սա Հայաստանի հետ պատահած ողբերգության պատմությունն է, պատերազմի անատոմիա, և սա բոլորիդ է վերաբերվելու, եթե ձեզ թվում է, որ սպիտակ օձիքներով կարող եք գալ հավակնել նստել աթոռներին, չունենալով առնվազն սիրտ, էլ չասեմ բան, չեք կարող։ Ինչևէ, շնորհակալություն ուշադրության համար, մի քիչ երկար խոսեցինք, սիրելի ժողովուրդ, հնարավորինս բարի գիշեր։